Եվ մենք շատ շնորհակալ ենք լրագրողներին, որոնք այսօր մեզ հետ են։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մենք խոսելու ենք կենսաթոշակային կուտակային համակարգի մասին։ Կարծես թե այս հարցը բազմիցս բարձրացվել է, բազմիցս քննարկումներ են եղել սրա շուրջը, բանավեճեր, կա հասարակական որոշ ակտիվություն, նույնիսկ ցույցեր, բայց ես կխնդրեի մեր հյուր հասարակագետ Կարինե Հակոբյանին այսօր փորձել ավելի մատչելի եւ ավելի հասկանալի բացատրել այնուամենայնիվ այն համակարգը, որը ուզում են ներդրել կառավարության կողմից, դա բարեփոխում է քայլը դեպի առաջ, դեպի քաղաքակիրթ հասարակություն, թե ունի ինչ-որ չնախատեսված խութեր, խոչընդոտներ, որոնք հանգեցնելու են մեր հասարակության հետագա կենսամակարդակի հետագա վատթարացմանը կամ գոնե ոչ բարելավմանը։ Արդյոք սա որևէ քայլ է պետական մարմնի կողմից նորից մասնավորեցման ճանապարհով որոշակի անհատներին հնարավորություն տալ հարստանալ ժողովրդի հաշվին, ինչպես մենք տեսել ենք նման երևույթներ բազմիցս, երբ որ ընդունվում են որոշումներ, ընդունվում են օրենքներ, նկատի ունենալով որոշակի կոնկրետ անձանց, օլիգարխների, մարդկանց շահերը, թե սա պարզապես դեպի առաջադեմ Եվրոպա, դեպի առաջադեմ հասարակություն քայլ է։ Երևի երկար հնչեց հարցս, ներողություն, խնդրեմ Տիկին Հակոբյան։ Իհարկե սա այդ ընդհանուր բարեփոխումների, բայց ճակերտավոր բարեփոխումների շրջանակում է տեղի ունենում։ Ինչու եմ նշում ճակերտավոր, որովհետև երբ բարեփոխումները չեն բխում մարդու եւ ազգային շահերից, դժվար է դա կոչել ըստ էության բարեփոխում։ Բոլորս գիտենք, որ այդ օրենքի նախագիծը արդեն նախապատրաստվում էր 10 տարուց ավելի։ Ինչ է դա նշանակում։ Մենք անվերջ մամուլով հեռուստատեսության հասարակությունը տեղեկանում է, որ Եվրահանձնաժողովը, Համաշխարհային բանկը, միջազգային արժութային հիմնադրամը եւ այլ անդրազգային միջազգային կազմակերպություններ Հայաստանին տրամադրում են վարկեր եւ դրամաշնորհներ։ Բայց երբեք չենք անդրադառնում այն նախապայմաններին, որոնք զուգահեռաբար այդ վարկային ծրագրերին եւ դրամաշնորհային ծրագրերին ներկայացվում է Հայաստանին։ Յուրաքանչյուր վարկային ծրագիր իր հետ ունի նախապայմանների մի ցանկ, որոնց մեծ մասը իհարկե ի նպաստ մեր երկրի է, մեր երկրի զարգացման է, բայց դրանց մեջ կան մի քանիսը, որոնք իսկապես չեն բխում մեր ազգային շահերից։ Իմ կարծիքով կենսաթոշակային կուտակային համակարգի օրինագիծը այն օրենքների շարքում է, որը չի բխում մեր երկրի, մեր անկախության շահերից։ Երեք հանգամանքի ես ուզում եի անդրադառնալ։ Մենք ավելի շատ խոսում ենք մարդու իրավունքների ոտնահարման մասին այս օրենքի հետ կապված, որը իսկապես այդպես է, որովհետև յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքը որոշելու որտեղ է դնում իր անձնական գումարը, եթե դա անձնական գումար է, եւ երբ է դա դնում։ Հիմա երբ Հայաստանը աղքատ վիճակում է, եւ մենք հույս ունենք, որ 30-40 տարի հետո այն ավելի հարուստ կլինի, ինչու մենք հիմա պետք է լրացուցիչ մեր գումարները, ես երիտասարդ ընտանիք, ինչու պետք է կտրեմ իմ ընտանիքից այդ գումարը դնեմ բան, որպեսզի 30-40 տարի հետո, եւ ես հույս ունեմ, որ երկիրը ավելի հարուստ եւ զարգացած կլինի եւ իմ տնտեսական վիճակը ավելի բարվոք կլինի, այդ ժամանակ անեմ։ Ինչու թույլ չեն տալիս ինքս որոշեմ, եթե դա անձնական հաշվին դրվող գումար է։ Սա ինչ վերաբերում է մարդու իրավունքներին։ Երկրորդը ինձ համար ամենից կարևորը պետք է նշեմ դա այն է, որ խախտվում է սոցիալական համերաշխության սկզբունքը։ Որն է դա։
Սոցիալական համերաշխություն չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը պետք է հավասար տնտեսական մակարդակի վրա գտնվի։ Սոցիալական համերաշխություն նշանակում է, որ բնությունից տարբեր ընդունակություններով, կարողություններով, հաջողության տարբեր արահետներով գնացող մարդիկ համերաշխ են միմյանց հանդեպ։ Այսինքն երիտասարդ տարիքում մենք վճարումներ ենք կատարում ոչ մեր անձնական հաշվին, այլ պետական հաշվին, որպեսզի ծերության ժամանակ այլ մյուսը, ով չունի բնությունից այդ կարողությունները, այդ հաջողությունը, այդ ժառանգությունը նույնպես ապահովված լինի։ Ես վճարում եմ կատարում իմ ընկերոջ, իմ հարևանի, իմ ազգակցի համար։ Սոցիալական համերաշխության գաղափարը սա է, եւ ոչ թե այն, որ ես իմ անձնական հաշվին եմ գումար փոխանցում։ Այսինքն հիմնական սկզբունքը իդեպ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ պայմանագրեր եւ միջազգային փաստաթղթեր է ստորագրել նաեւ այս սկզբունքը ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Եվրոպայի սոցիալական խարտիան եւ այս օրենքը հակասում է նաեւ այդ խարտիայի սկզբունքներին։ Եվ երրորդ հանգամանքը դա մեր ազգային անկախ պետականության վտանգի խնդիրն է։ Մենք գիտենք 21-րդ դարում այլ աշխարհակարգ է։ Պետությունները կոալիցիաներ են ստեղծում, այլևս այն համակարգը չէ, ինչ 18-րդ դարի վերջում, 19-րդ դարում հիմնադրվեց։ Եվ այդուհանդերձ յուրաքանչյուր ազգային պետություն ուզում է հնարավորինս պահպանել իր ազգային ինքնությունը եւ իր պետականությունը։ Սա նաեւ վտանգում է մեր երկրի անկախությունը։ Ես որքան գիտեմ առաջին անգամ է, երբ այսպես պետական մակարդակով մենք մեր հասարակական ազգային գումարը պահ ենք տալիս օտար կազմակերպության, օտար ֆոնդերին։ Գուցե նախկինում է եղել է, բայց այսպիսի մասշտաբով եւ այսպիսի բնույթ նա այս անգամ է օգտվում է։ Ինչու մենք պետք է մեր կենսաթոշակի համար գումար, ինչու հայկական բանկը կամ հայկական որևէ կազմակերպություն կամ մեր պետությունը չի կարող այդ պատասխանը դա նախապայմանների մեջ է, բոլորս գիտենք եւ իսկապես իշխանությունը չէ, որ այժմ կարող է որոշում կայացնել, նա որոշում կայացրել է այն ժամանակ, երբ ընդունել է այդ վարկերը։ Տիկին Հակոբյան, մենք փորձենք հարցերի միջոցով մի քիչ ավելի շոշափելի դարձնել խնդիրը։ Այդ տեսեք համահայկական հետազոտությունների արագ-գիտավերածական կենտրոնը այս ասուլիսի թեման անվանել է կենսաթոշակային կուտակային համակարգի հակասոցիալական եւ ապայնեությունը։ Հիմա եթե ապազգային ասելով դուք հասկանում եք այն, որ դա տրվում է օտար կապիտալ կազմակերպությունների, ես այստեղ ուզում եմ ձեզ հետևյալ հարցը տալ։ Լավ, ինչպես ենք սահմանում օտար եւ հայկական կազմակերպություններ հասկացությունը, որովհետեւ մեր օրենսդրությամբ ցանկացած մարդ կարող է դա Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացիությունից բացել իր հիմնարկությունը եւ ոչ չի դա հայկական հիմնարկություն է, օտար հիմնարկություն է, ասենք օրինակ էլեկտրական ցանցերը, մենք այստեղ քիչ առաջ ասուլիս ունենք էլեկտրական ցանցերի, հիմա դա հայկական կազմակերպություն է, թե հայկական կազմակերպություն չի, աշխատողների 99%-ը հայեր են։ Բայց ղեկավարը Այ խնդրում եմ այս հարցը։ Դա մասամբ հայկական է, մասամբ միջազգային է իհարկե, բայց այս դեպքում ամբողջությամբ կազմակերպությունը օտար երկրին պատկանող կազմակերպությունը եւ այս հարցի հետ կապված Չէ, օտար երկրին պատկան, էլի չեմ հասկանում։ Դա Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություն չի։ Ոչ, դա Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություն չի։ Ես երբեք չեմ լսել, որ նա Հայաստանի Հանրապետությունում գրանցված է եւ այդպիսի մեծ բյուջե ունեցող այդպիսի մեծ կազմակերպությունը հազիվ թե Հայաստանում գրանցված լինի։ Ես ուղղակի ես էլ ենթադրությունների ոլորտում եմ, բայց ես ենթադրում եմ այսպես։ Այսինքն օրենքը չի արգելում, որպեսզի միջազգային Հայաստանում չգրանցված կազմակերպությանը փաստորեն չի արգելում։ Թեև մեր սահմանադրությունը կարծում եմ հակասում է դրան։ Ես ձեր հարցի հետ կապված ուզում եի մեկ ուրիշ բան ասել։ Մի մոլորեցնող արտահայտություն կա, երբ ասում են կապիտալը հայրենիք չունի։ Իրականում կապիտալի հայրենիքը հարուստ երկրներն են
Եվ հիմա արդեն մենք հասել ենք այդ հանգրվանին եւ իսկապես տեղի ունենում կապիտալի այդ կուտակումը հարուստ երկրներում։ Դա համաշխարհայնացման գործընթացների մի բաղադրիչներից մեկն է եւ կարծում եմ կենսաթոշակային այս կուտակային համակարգի ներդրման օրենքը նաեւ այդ հասնում է պետք հասկանալ։ Շատ լավ, համեցեք դրա հարցը։ Հարցը այդ նշեցիք, որ չէ կարող թե հիշալ ընկերությունը Հայաստանում գրանցված է, ինչ է կարծում, իսկ տեղալինողը Հայաստանում ներկայացուցիչ է թե ոչ, եւ երկրորդ հարցը դուք դեմ եք այս օրենքի կիրառմանը, դեմ են նաեւ հասարակության լայն շերտերը, որոնց մի մասը 3 կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել։ Ուզում եմ իմանամ, դուք 3 ներկա եք այդ միջոցառմանը թե ոչ, եւ եթե ոչ ինչու չեք ներկայացել որպես հասարակական գործիչ։ Ես 3 ներկա չի զուտ ժամանակի պատճառով, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ բոլոր նախաձեռնություններին եւ միջոցառումներին ներկա լինել, այնքան շատ են եւ այնքան շատ են բողոքի արեցները եւ սա դրանցից մեկն է։ Ես արտահայտում եմ այս մամլո ասուլիսով իմ խոսքը, որովհետև իսկապես 3 հիմնարար սկզբունք է խախտվում՝ մարդու իրավունքներ, ազգային եւ անկախ պետականության անվտանգության խնդիրն է եւ երրորդը սոցիալական համերաշխության սկզբունքն է խախտվում։ Եվ մի հարցը, ինչ է կարծում ընկերությունը տնօրինով հայ թե ոչ, թե ազգություն։ Գիտեք ինչ, չեմ հետաքրքրվել եւ իմ կարծիքով նշանակություն չունի։ Նշանակություն չունի այստեղ տնօրենը հայ է թե հայ չէ էթնիկապես, բոլորովին նշանակություն չունի։ Օրինակ, ես կարծիքներ եմ տեսել, որ երբ որ տալիս ենք սրանք դրսին են ոնց որ տալիս այս փողերը Այո, 30 տարի, 40 տարի այս փողը շրջանառվելու է դրսի այդ կազմակերպության։ Բայց կա, որ կկարողանա պետությունը այդ ամեն ինչը հետ տալ, եթե նույնիսկ չի յուրացվեն, ապա հնարավոր է, որ այդ մեծ պրոցեսի մեջ դրանք ուղղակի կորեն։ Ամեն դեպքում այստեղ իսկապես վիրավորական նաև բան կա, ինչ է եղել, ինչ է, մենք չունենք Հայաստանում որևէ բանկ, որևէ կազմակերպություն, հայկական, դա ինչ բարդ գործ է այդ փողը պահելը եւ շրջանառելը ի օգուտ պետության։ Դե հիմքը նախապայմաններն են, որոնք Հայաստանի կառավարությունը ստորագրել է, եւ Հայաստանի Հանրապետությունը վարկը վերցրել է, կողքը ստորագրել է, որ այդ օրենքի նախագիծը այդ պայմաններով պետք է ընդունի։ Այսինքն ելք չկա չունի։ Ելք կա միայն հասարակական բողոքի միջոցով, որովհետև հասարակությունը ճիշտ է, պետությունը ստորագրել է, պետությունը հասարակության ներկայացուցիչն է, բայց երբ կա հասարակական ընդվզում, դա արդեն այլ խնդիր է։ Կարծում եմ, որ հասարակությունը լիովին տեղյակ է, հասկանում է։ Ոչ, ես նույնիսկ խնդրեի այդ մանրամասնությամբ կարճ համարով ուղղակի շարադրել ինչ է տեղի ունեցել, որովհետև երբ մենք հարցում ենք դառնում, մարդկանց մեծամասնության մոտ այդ բանը չկա, ընդհանուր պատկերը չկա, ինչի մասին է խոսքը։ Ես կխնդրեի դա իդեպ չորրորդ խնդիրն է, դա չորրորդ խնդիրն է մեր կառավարության ոչ թափանցիկ աշխատանքը։ Իսկ թափանցիկ չի այն պատճառով, որովհետև ազնիվ չի։ Ինչու են թաքցնում, եթե ամեն ինչ ժողովրդի եւ պետության շահերից է բխում։ Ես այնուամենայնիվ խնդրեի այսպես համարով մի հատ ներկայացնեք խնդրի էություն։ Այդ իշակվել է նոր օրենք։ Նոր օրենքը առաջարկում է հետևյալ պայմանները։ Խնդրեմ։ Հա, դուք հենց Այո, ես ուզում եմ նորաթու որ հա։ Ինչու է խախտում սոցիալական համերաշխության։ Ինչպես է եւ ինչպես է։ Մինչև այսօր գործել էր մյուս համակարգը, երբ յուրաքանչյուրից պահվում է ընդհանուր մի հիմնադրամում, որը հետագայում արդեն ծերության տարիքում բաշխվում է համապատասխան իր աշխատած տարիների համապատասխան, բայց հաշվի է առնվում սոցիալական համերաշխության սկզբունքը, դա եղել է եւ սովետական տարիներին, դա որոշ եվրոպական երկրներում է, այնուհետև արևմտյան երկրներում այս մյուս համակարգը ներդրվեց զուգահեռ մյուսին, որը իդեպ չի արդարացրել իրեն շատ երկրներում։
Այ դրա մասին կուզենայինք։ Եվ դա հաշվի չեն առնում, եւ ես ասում եմ թափանցիկ չեն աշխատում, նաեւ դա նկատի ունեմ, որովհետեւ կա արդեն փորձը թե ինչ դեպքեր են եղել, որ երկրում ինչպես է վերլուծություններ կան, դա նույնպես չի ներկայացվում հասարակությանը, այո, դա նույնպես չի ներկայացվում հասարակությանը, որ մենք իմանանք, լավ, անգամ խախտվում է հիմնական սկզբունքը, բայց գուցե դա այդքան էլ ահավոր չի, ներկայացնեն։ Եվ այս առավելությունը։ Բայց այսինքն այն ինչ ես ասում եմ տեսությունն է, որ խախտվում է սոցիալական համերաշխության սկզբունքը, բայց կա արդեն գործնական փորձը, որ մենք կարող ենք տեսնել ինչպես է խախտվում։ Կոնկրետ երկրների ասենք որ Ես այդ վերլուծությունը բնականաբար չեմ կատարել, որովհետև դա մեծ աշխատանք է, բայց ես վստահ եմ, որ կառավարությունը դա ունի։ Իհարկե ունի։ Որ անհաջողություններ մատնվել։ Ես կարդացել եմ, որ այո կան ոչ թե անհաջողության, այլ կամ մեծ դժգոհություն, այսինքն ինքը այդ համակարգը իրեն չի արդարացրել։ Եվ ընդհանրապես երբ տեսության մեջ սխալ է, այն որ նա գործնականում կարող է արդարացնել, հավանականությունը գրեթե զրո է։ Նշեցիք, որ երգը տեսնում եք այն զանգվածային հասարակական բողոքի միջոցով։ Այդ փորձը ցույց է տվել, որ նման բողոքները որևէ արդյունքի չեն հանգեցնում։ Ըստ ձեզ Այն պատճառով, որ համախմբվածությունն է պակաս, մենք երբեք չենք կարողանում իսկապես այսպես ազգովին համախմբվել։ Ես կուզենայի այնուամենայնիվ դուք մի փոքր ավելի բացեիք պետական ու կառավարության, այսպես ասած, դրական, այո, այդ նախապայմանները եւ նրանց դրական ներկայացնելու արգումենտները եւ մեկ-մեկ վերլուծեիք դրանց։ Չէ՞ որ կառավարությունը բավականին դրական ներկայացնում այս օրինագիծը, ցույց է տալիս առավելությունները, ցույց է տալիս թե ինչով շահերի ասենք աշխատում։ Անկամ այն ինչ կառավարությունը ներկայացնում է, բոլորս լսում ենք, տեսնում ենք, անկամ դա համոզիչ չէ։ Այն ինչ իրենք անգամ այսպես ուզում փորձում են ինչ-որ գտնել մի դրական բան ներկայացնել, անգամ դա համոզիչ չէ։ Սովորական քաղաքացու տեսակետից իրենք ասում են, դու հիմա երիտասարդ ես, դու չես գիտակցում, որ քեզ դա պետք է լինելու 30 տարի հետո։ Դրա համար պետությունը մտածելով քո մասին, նա քեզ ստիպում է ոտնահարելով մարդու իրավունքները, որովհետև իսկապես դա կոպիտ ոտնահարում է մարդու իրավունքներին, որ դու հիմա քո բյուջեից ներդնես, որպեսզի խորձերության տարիքում, այսինքն դու ունենաս գումար, որովհետև համոզիչ չի։ Չէ, բայց չէ՞ որ հիմա էլ է դա արվում, նախորդ համակարգը է դա։ Հիմա արվում է այս սկզբունքով, հիմա արվում է պարտադիր կերպով։ Գիտեք, պարտադիր կարելի է անել միայն եթե դու դա անում ես ընդհանուր հասարակական շահի համար։ Իհարկե, բայց երբ դու ասում ես, ես անձամբ քո մասին եմ մտածում, դու պետության ուսում ես ասել, գիտեք ինչ, թույլ տվեք անձամբ իմ մասին ես մտածեմ, անձամբ իմ մասին, որովհետև այստեղ հանրային գերակա շահի խնդիրն է, երբ պետությունը տարիներ շարունակ մեզնից վերցրել է ասելով որ մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք պետք է մեկս մտածենք վերցնում ենք պարտավորվածություն, բոլորը ովքեր ասում են դրա համար դու քանի որ այս պետության քաղաքացի ես, դու ունես պարտավորություն մտածելու նաև մյուսի մասին։ Այստեղ հասկանալի է, բայց երբ պետությունը ասում է մենք վերցնում ենք քեզնից եւ քեզ ենք վերադարձնելու, դու ասում ես ես իմ ուզած բանկում կդնեմ իմ գումարը կամ իմ ուզած տոկոսով կդնեմ, հասկանում եք, դեմագոգիան այնպիսի չափի է հասնում եւ մարդու իսկապես կոպիտ ոտնահարում է մարդու իրավունքների։ Բայց այդ տարիների ընթացքում դա 5% չէ, այդ տարիների ընթացքում 30 տարի գումարը բանկում դա շատ ավելի մեծ տոկոս է եւ այդ միջազգային կազմակերպությունները, այդ հիմնադրամները, նրանք մեծ եկամուտ են ստանալու այս տարիների ընթացքում, նրանք ով Հայաստանի մասին չեն մտածում։ Եթե բանկներ դնես ավելի մեծ տոկոս։ Իհարկե։ Նաև այսպիսի բաներ են այդ դուք ինչ որ ասացիք, այդ ամեն ինչը իմ ասած մուլտիպլիկացիոն բովալներում էլ արտացոլվում է շատ լավ, այդ իրենց խոստումները դու չես հասկանում, քեզ սա շատ է պետք, պետությունը քո մասին է մտածում եւ այլն, բայց այսպիսի մի գաղափար կա, որ եթե Աստված մի արածե քեզ մի բան պատահի, ապա դու կարող են վայելել քո սերունդները, այդ գումարը, քո հարազատները եւ երկրորդ բան, եթե
հիվանդության հետ կապված լուրջ խնդիր ունես, երկու դեպքեր, մյուսը չեմ հիշում, ապա դու կարող ես մինչև այդ տարիքին հասնելը հանելոտ։ Ցանկացած բանկում դուք եթե գնաք դրամ դնեք, այդ նույն պայմանները կան։ Դա եւ ձեր սերունդներին է հասնում, եւ այդ ամեն ինչ դուք ստորագրում եք։ Դա ձեր անձնական որոշումն է, դա պետությունը ոչինչ չի ավելացնում։ Ոչինչ։ Ցանկացած բանկում եթե դնեք եւ Աստված մի արասը, մի վթար կամ մի բան, անմիջապես դա ասում է ժառանգնություն։ Կարող ենք մենք արձանագրել հետեւյալը, որ փաստորեն այս երկու համակարգերի մեջ կան հետեւյալ իրական տարբերությունները։ Առաջին դեպքում պետությունը ստանձնում է որոշակի պարտավորություն քաղաքացիների առաջ, որ անկախ նրանից ինքը ինչքան կա, նախ ինքն է կազմակերպում այդ գումարի հավաքելը համապատասխան օրենսդրական քայլերի միջոցով, եւ երկրորդ կա պարտավորություն, որ անկախ նրանից այդ ֆոնդում գումարը կհերիքի, չի հերիքի, քանի կա պետությունը, քանի ինքը վերցրել է պետությունը երաշխավորում է, որպեսզի դուք կստանաք ձեր ինստիտուշակային մասը։ Երկրորդ մասում պետությունը ինչ է երաշխավորում։ Ասենք պատկերացրեք այդ մասնավոր ֆոնդը, որին գնաց, ինչ որ պատճառով Աստված մի հարցը լուծարվեց, կորավ։ Ընդ որում ֆորս մաժորային վիճակում կորավ, որ իրավաբանորեն էլ դժվար է պատերազմ է, ես չգիտեմ ինչ է եւ այլն։ Գիտեք, պետությունը երաշխավորում է եւ կվերադարձնի այնքան, որքան վերադարձրեց ավանդները։ Սովետական տարիներին կուտակված այդ գումարները շատ նման է եւ արդեն որտեղ ասած նա ուրիշ պետություն է վերջին հաշվով իրավաբանորեն այո նա պատասխանատվություն կրում է եւ պիտի վերադարձնի բայց չի վերադարձնում չէ մենք գիտենք շատ մասնակիորեն է վերադարձնում շատ նման է որտեղ դարձյալ ինչպես սովետական միությունն է համարվում այլ պետություն ներկայիս Հայաստանի իշխանության համար նույնպես առավել եւս բայց իրավահաջորդության մասին մենք օրենսդրական այո անգամ լինելով իրավահաջորդ դարձյալ այդ հանգամանքը որ մենք նոր անկախ պետություն ենք ինչ որ չափով պակասեցնում է նոր կուտակային ուրեմն այդ սիստեմի մեջ ես քաղաքացիներն չեմ վստահում այն ֆոնդին որին պետությունը որոշել է հանձնել այդ միջոցները ինչ հնարավորություն ունեմ ես որպես քաղաքացի ոչ մի իրավունք չունեք այս օրինագծով քաղաքացին որևէ իրավունք չունի նրանից բռնությամբ վերցնում են այդ տոկոսը ամեն ամիս աշխատավարձից ուզում է ինքը չի ցանկանում կամ այս եւ այլևս որևէ իրավունք ինքը չունի որևէ ընտրություն, որևէ որոշում, անգամ արտասահմանյան այդ կազմակերպությունների համար մրցույթ չի հայտարարվել, եթե անգամ մենք անտեսում ենք այն հանգամանքը, թե ինչու ոչ հայկական կազմակերպություն։ Նրանք էլ բազմաթիվ որոշվել այս երկու կազմակերպությունները, ինչու։ Իսկ ինչու երկուսը։ Ինչու, ես հարց եմ տալիս, ինչու երկուսը։ Որտեւ այդ ամենը նույն այս ընթացքում։ Ես ուզում եմ գուցե ոչ այդքան կորեկտ, բայց նմանակություն, այդ անալոգիա անել, ասենք ապայի հետ։ Չէ, բոլորովին նմանություն չկա, հավատացեք նմանություն չկա։ Այնտեղ էլ իհարկե շատ կտրուկ վարորդների տեսակետից պաստորեն իրենց ստիպեցին, իրենց անկամքից անկախ։ Գիտեք ինչ, ապահովագրությունը դարձյալ այդ նույն սկզբունքն է, որ պետությունը բարոյական փոքր իրավունք ունի ստիպելու, որովհետև ընդհանուր հասարակության շահն է։ Եվ գիտեք այդ ապայի օրենքում ոչ թե իրեն քո մեքենա, դու քո մեքենան ես ապահովագրում, այլ դիմացինի մեքենան ես ապահովագրում։ Բնականաբար, քո գործողությունն ես ապահովում։ Բայց իհարկե, դարձյալ այստեղ ընդհանուր հասարակական շահի խնդիրն է եւ դարձյալ սոցիալական համերաշխության սկզբունքը չի խախտվում, որովհետեւ մենք մի հասարակության մեջ ենք ապրում, մենք հասարակական էակներ ենք եւ պարտավոր է մեկը մյուսի մասին մտածել։ Դա զարարկել մի փոքր, ինձ թվում է խախտվում է, որովհետեւ այստեղ մի ֆոնդ չի։ Եթե մի ֆոնդ լիներ, ես դες հետ համաձայն կլինեի։ Չէ, գիտեք ինչ, կա արդեն մենք այլ համակարգում ենք ապրում եւ բոլոր այդ ապահովագրական ընկերությունները ճիշտ է որ մեկ, որտեղ կա մրցակցություն նաեւ։ Նորմալ է, ապահովագրական ընկերությունների համակարգը մենաշնորհված ճիշտ չի որ լինի։ Բայց չէ որ ընտրվեցին հենց հատկապես, այնտեղ եթե չեմ սխալվում 7 թե 9 ընկերություն եւ ասացին այս է եւ վերջ։
Դուք կամ այստեղ կարող եք, կամ այստեղ կարող։ Ես գիտեք Ես հասկանում եմ, իհարկե թերություններ կլինեն, բայց համեմատել այս օրինագծի հետ նախ մասշտաբները լրիվ տարբեր են։ Նա միայն վերաբերում է նրանց, ովքեր մեքենաներ ունեն, իսկ սա ամբողջ բնակչության է վերաբերում եւ սա կարծում եմ իսկապես արդեն ազգային խնդիր է։ Ես գիտեք ինչ, ես տեսնում եմ այդ ոչ թե նման, ես տեսնում եմ այն սկզբունքները, որոնք իրարվել են մի երկու շատ դուրս է։ Ես ուզում եմ որ կարողանամ այդ տարբերությունը մենք ճիշտ ընկալենք։ Տարբերությունը նաև այս կൂട്ടակայինի եւ ապայի կամ նախկին կենսաթոշակային համակարգի, որ պետությունը այս դեպքում քեզ պարտադրում է, ստիպում է միայն քո անձնական շահի համար։ Մյուս դեպքերում դա քեզ պարտադրում է, ստիպում է հասարակական շահի համար։ Նաև։ Չէ, բայց չէ, ապայի դեպքում է հասարակական շահ։ Վկար եղավ երկու մեքենայի ես խփեցի եւ արդեն մեկից ավել դա արդեն հասարակություն է։ Եվ մյուսները արդեն ապահովագրված են։ Ես երբ ես կառավարեմ Տիկին Հակոբյան, ասեմ ինչպես։ Ես տեսնում եմ նաև այս նոր ապահովագրման համակարգում հասարակական շահ։ Եթե այս համակարգը աշխատեց եւ մենք որոշակի տարիքից հետո սկսեցինք ստանալ մեր գումարները, ինչպես իրենք խոստանում են, ապա հասարակությունը կունենա ոչ աղքատ Համայն դեպս իրեն կենսապահովությունը ապահովող քաղաքացիների բայց աղքատության պատճառը այն չէ, որ հարուստը ծերության տարիքում գումար չունի, աղքատության պատճառը այն է, որ աղքատ մարդու ծերությունն է անապահով եւ ոչ անվտանգ։ Այսինքն պետությունը պետք է մտածի նաև ապահով եւ հարուստ մարդկանց մասին, ստեղծելով միջավայր, որ իրենք իրենց բիզնեսը զարգացնեն եւ այլն, բայց դա նաև նպատակը ընդհանուր սոցիալական ապահովությունն է, ոչ թե այս դեպքում ով ունի, նա ունի, ով չունի, այսինքն սոցիալական բևեռացմանն է նպաստում։ Ես ուրեմն ձեր խոսքերից եւ մի բան ավելացնեմ, նաև բարոյական խնդիր է, պետությունը սրանով քարոզում է էգոիզմ եւ քարոզում է հակամարդասիրական գաղափարախոսություն։ Հասկանում եք, եւ անընդհատ հեռուստացույցով մենք լսում ենք, այդ ամենը ազդում է, մենք սերունդ ենք դա սիրակում նաեւ դրան, դու ո մասին պիտի մտածես եւ ոչ թե մտածես մյուսների մասին։ Այսինքն գլխավոր խնդիրը հիմնական զուտ այդ պարտադիրը հանելն է եւ բանը Ես երեք խնդիր նշեցի, ես խնդրում եմ այս երեքը միասին եք նայել։ Ասեմ ինչու։ Օրենքի փոփոխության հետ կապված է։ Որևէ մեկը պետք չի մյուսից առանձնացնել։ Նկատում եմ պարտադիր բառը օրենքից վերացնելու համար պետք է ձեր ասած։ Եթե պարտադիրը հանվում է, արդեն յուրաքանչյուր մարդ, ես չեմ կարծում որևէ մեկը կամովին արտասահմանյան բանկի ընդհանուր գումար Եվ բաներ նշում են մարդիկ կան, որոնք միջով որպես պայքարի, եթե չկատարվի այս չվերացվի այս օրենքը, նշում են, որ ուղղակի չեն կխնդրեն գործադուներին, այդ գործադուների հետ միասին, այդ պայքարի կլինեն, որպես միջով ընտրելով, ուղղակի չմուծել են, բայց այդ դեպքում էլ եթե չմուծեն չեն կարող չմուծել, կտուգանվեն, չէ՞։ Չեն կարող չմուծել Չեն կարող չմուծել եւ այդ տեսակետից կա վտանգ, որ սա նույնպես կնպաստի բառներ չեմ ուզում օգտագործել, իսկապես Հայաստանից այդ միջին խավի արտագաղթին։ Ես երկու հարց ունեմ, Համեցեք։ Հայաստանը սոցիալական պետություն։ Ով լուր չի աշխատում, այդ 5%-ը հաստատությունները չի մուծում։ Թոշակի անցնելով տարին նրանց վարկատերերը չի։ Այս համակարգը կապ չունի դրա հետ, այս համակարգը յուրաքանչյուրը իր համար է վճարում, իր հաշվին է վճարում, կապ չունի, այո, նա առանձին է մնում։ Նա առանձին է մնում եւ նրա գումարները իսկապես այնքան քիչ են, որ բոլորովին չեն ապահովելու ծերության տարիքում, մենք գիտենք որքան է Հայաստանում թոշակը եւ ոչ մի քայլ չի արվում այդ համակարգը փոխելու։ Գիտենք անգամ Ռուսաստանում որքան շատ բարձր չէ, բայց թոշակը այնքան է, որ ծերությունը ապահովում է, իսկապես ապահովում։ Իսկ երկրորդը մենք վիճակը կա բոլոր զարգացած երկրներով
ձեր անում է բնակչությունը, կարծիք կենսաթոշակային ֆոնդերից ինչ այլ ճանապարհներ կան այդ խնդիրը լուծելու։ Գիտեք, ինձ ձեր մեծահասակների թիվը ավելանում է ամեն տարի, հա, եւ չի հերիքում այդ ֆոնդերը, իրանց մոտ չի հերիքում։ Ինչ այլ լուծումներ։ դա բնական հետևանքն է բոլոր այն գործընթացների, որ այս տարիների ընթացքում մենք տեսնում ենք։ Նախ այլևս տնտեսական զարգացածությունը եւ տնտեսական մակարդակը մենք գիտենք կապ չունի ընտանիքի ամրության հետ։ Մենք գիտենք, որ քայքայվում է ընտանիքը։ Երբ ընտանիքը քայքայվում է, ծնելիությունը պակասում է։ Երբ ծնելիությունը պակասում է, հասարակությունը դառնում է ծերացող հասարակություն։ Երեխաները քիչ են, ծերերը շատ են։ Նույնիսկ հիմա Հայաստանում է։ Այսինքն տարբերություն կա, հայկական ֆոնդը թե եվրոպական, մեկը փողը չի հերիքում, ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Այո, փողը Գիտեք ինչ, փողը եթե հավասար բաշխվի ընդհանրապես եւ արդար բաշխվի, ոչ թե չի հերիք, այլ ավելցուկ կլինի 21-րդ դարում, որովհետեւ այս բարձրագույն տեխնոլոգիաների այնքան է զարգացել, գիտեք, արտադրողականությունը, այնքան քիչ ուժ ծախսելով մեծ արտադրանք է ստանում, հագուստ, ուտելիք եւ այլն, որ ավելցուկ կա, պարզապես բաշխումը անարդար է եւ անհավասար, կուտակում է տեղի ունեցել եւ կա սոցիալական բևեռացում։ Եթե սոցիալական բևեռացումը պակասի, ընդհանրապես 21-րդ դարում պետք է եւ աշխատանքի ժամը նվազի, այսինքն 8 ժամ աշխատելու իմաստ այլևս չկա, 3-4 ժամը լրիվ բավական է, գործազրկությունը կպակասի։ Հիմնովին այլ մոտեցում է պետք, որը որ չի իրագործվում նույն պատճառով, որովհետև աշխարհը այսօր ընդհանուր այս սոցիալական բևեռացման ճանապարհով եւ կապիտալի կուտակման ճանապարհով։ Իմիջիայլոց հենց այս կենսաթոշակային կուտակային համակարգ հենց կուտակային է կոչվում է կապիտալի կուտակման նպատակ է հետապնդում։ Կապիտալի կուտակում համաշխարհային մասշտաբով։ Ինֆլյացիան եւ տոկոսը, որը տալիս է այդ ֆոնդը, դա ոնց են համատեղում։ Ինֆլյացիան ավելի շատ չի այն տոկոսներից, որ կուտակված ֆոնդը։ Իհարկե իրականում ինչ հաշվարկած կլինեն, որ իրենց շահը մեծ լինի, բնականաբար, որովհետև իրենց ձեռքին է եւ քաղաքականությունը, եւ օրենսդրությունը, եւ այն ճանապարհը, որով մենք ստիպված գնում ենք մեզնից անկախ։ Մենք ուղղակի ես սա կհամարեի, կկոչեի 21-րդ դարի ստրկություն։ Իրականում սա ստրկություն է, ես այլ բառ չեմ կարող գտնել այս իրավիճակի համար։ Ես իսկապես անկեղծ եմ ուզում լինել, մեր կառավարությունը այս դեպքում որևէ լիազորություն չունի, որևէ քայլ անելու։ Շատ լավ ես կուզենայի դուք։ Նա ձայնազուրկ է պարզապես այս որոշումների։ Մի անգամ եւս չնայած դուք ասեցիք, անդրադառնայիք այդ հարցին, այդ դեպքում ո՞րն է ձեր կարծիքով մեր կառավարության մոտիվացիան տնելու այս։ Նա մոտիվացիա չունի, նա ստիպված է։ Նա ստորագրել է 10 տարի առաջ կամ 12 տարի առաջ նա բոլոր ստորագրություններ ունեն դրված յուրաքանչյուր օրենք։ Ես օրինակ հիշում եմ, մենք մանկատան շրջանավարտների ծրագրի համար Եվրահանձնաժողովը 17 միլիոն եվրո պետք է հատկացներ, 17 միլիոն եվրո մանկատան շրջանավարտների ծրագիր իրականացնելու նրանց բնակարաններ տալու։ Դուք գիտեք այդ աղմկահարույց պատմությունը, որ այդ Եվ դրա դիմաց, այո, մի ամբողջ ցանկ էր օրենքների, որը մենք պետք է ընդունենք։ Այդ օրենքների մեծ մասը իսկապես մեր երկրի շահերից են բխում։ Մանկատների, բարերավ եւ այլն։ Բայց այնտեղ կան նաեւ օրենքներ, որոնք չեն բխում մեր երկրի շահերից։ Եվ ես կարծում եմ հենց սա այդ նախապայմանների Գիտեք, որտեղ կա համաշխարհային քաղաքականություն եւ այսօր երկրագունդը շատ փոքրացել է եւ ղեկավարվում է մի կենտրոնից, դա գաղտնիք չէ, իրենք էլ չեն թաքցնում։ Նույն Սորոսը գոտվածները, որ կարդաք, նա զայրացած հայտարարում է, այսինչ հայտարարություն է, ազգային սահմանները թույլ չեն տալիս կապիտալի ազատ խոսքին։ Պետք է վերացնել բոլոր ազգային սահմանները։ Բացահայտ, այսինքն ես որևէ նոր բան չեմ ասում։ Դրանք հոդվածներ են, որոնք տպվում են, գրքեր են, որոնք հրատարակվում են, իրենք չեն թաքցնում այլևս։
Ես ասեցի, ես հենց տվյալ դեպքում Ջորջ Սորոսի օրինակը բերեցի, իրեն ընդհանուր գլոբալ հասարակություն այդ գրքի մեջ ինքը հենց այդ միտքն է հայտնում եւ այլևս իրենք շատ վրդոված են, որ դանդաղվում է այդ գործընթացը եւ զայրանում են։ Հասկանալի է։ Այլ հարցեր։ Եթե չկան, դուք շնորհակալություն հայտնել Ասուլիսյանին։ Բանի արել բավական
տեխնոլոգիական զարգացումների հիման վրա սոցիալական զարգացման հետևանքները խնդրեմ ուրեմն 20 թվականին նախատեսվում է որ երկրի վրա կլինի համաշխարհային ընդհանուր կառավարություն այն ձեր ասած մենք այդքան կադրված են դեռ Ուշանում է, իրեն զայրանում է։ 20 Հիմա տեսեք, մենք 17 մենք ամեն 7 տարի, տեսեք քանի երկիր կա մի երկրային կոնֆլիկտ է նախատեսված է հասցնել, որպեսզի 20 թվականի ամբողջ երկրագունդը կառավարվի մեկ կառավարության կողմից։ Ինչ երկրում վերնագրով է։ Կենսաբանական մարդու վերաբերյալ բանը հոդվածը, դա ինքը հոդվածը Այնտեղ վերևում մենք հիմա դրված այս պահին վերևում հենց որ շատ շուտով կենսաբանական մարդը երկրի վրա փոխհարմարություն է կազմելու։ Հոդվածը ինքը տեխնոլոգիական հոդված է, ինքը ցույց է տալիս այս գիտակցությունը։ Ուրեմն գիտատեխնիկական զարգացման գործընթացը ինքը ցույց է տալիս, որ գիտատեխնիկական զարգացումը հիմա հասել է այդ կորի, որը գալիս է այն համարյա ուղղահայաց հասնող մաս։ Այդ նշանակման միավոր ժամանակամիջոցում տեխնոլոգիական, ասենք, զարգացումը եւ առաջ ասենք մի բան պետք է 10 տարի լինեն, հիմա տարվա 2 ամիս լինի այդ զարգացումը։ Ուրեմն ուղղելի աշխատանքի վերլուծության, կենսաբանական ինքնատիպի բանի միջոցով ինքը բերում է նրան, որ մենք 2021 տարի կեսել ունենալու ենք ռոբոտների եւ մարդկանց սոցիալական բախման խնդիր։ Ռոբոտը ինքան դառնում սոցիալական, որ ինքը գիտակից է իրան Դեր նախնական, դեր արհեստական Միջոցով։ Բայց նայեք, շատ հետաքրքրված որ սարքել եմ ես, բանով եմ սարքել, ուրեմն ինքը հետաքրքիր մտածող է։ Այս պահին, այս տարի կարծեմ, ուրեմն արհեստական թարգմանությունների բաժնի ղեկավար, նոր Իրա կանխատեսումները այսպես են, ինչի ամենուր վերաբերում։ 095 27